Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգուին Սրբո ամեն։ Աստված քավիր ինձ մեղավորիս։ Այսօրվա ավետարանական ընթերցումը սիրելիներ ամենագեղեցիկ առակներից մեկն է, որ Հիսուս պատմեց, որ վերնագրված է Փարիսեցու եւ Մաքսավորի առակը։ Առակի սկզբում Ղուկաս ավետարանիչը հիշեցնում է, թե ինչի համար պատմեց կամ ում համար պատմեց այս առակը։ Ասում է, այս առակն էլ պատմեց նրանց համար, ովքեր իրենց արդար էին համարում եւ արհամարում են մյուսներին։ Ինչպես որ մեր կյանքի մեջ ամեն օր մենք միշտ մեզ ենք գովաբանում, մեզ ենք արդարացնում, միշտ մեր մասին ենք խոսում եւ մյուսներին կապ չունի ով են, ինչպիսի մարդիկ են, մեղադրում ենք։ Դրա համար Սողոմոն իմաստուն առակած գրքում ասում է. թող ուրիշների բերանը քեզ գովի, բայց ոչ դու ինքդ քեզ գովաբանիր։ Եվ առակը պատմեց ասելով, որ երկու մարդ իջան տաճար աղոթելու, մեկը փարիսեցի, մյուսը մաքսավոր։ Փարիսեցին կանգնեց սուրբ սեղանի առջև, որտեղ սրբություն սրբոցն էր, իսկ մաքսավորը կանգնեց տաճարի դռան մոտ, նույնիսկ իրեն արժանի չհամարեց առաջ գալու։ Մեկը կանգնեց իրեն գովաբանելու, իսկ մյուսը գլուխը կախ իր կուրծքն էր ծեծում եւ ասում էր. Աստված քավիր կամ ներիր ինձ մեղավորիս։ Ինչու է Հիսուս այս օրինակը բերում սիրելիներ։ Նախ փարիսեցին եւ մաքսավորը։ Փարիսեցին հրեա ժողովրդի կրոնավորներն էին, իրենց կրթված մարդիկ էին, որ սուրբ գիրքը անգիր գիտեին, մեծ հարգանք էին վայելում, իսկ մաքսավորները այն մարդիկ էին, ովքեր ազգությամբ հրեաներ էին, բայց ծառայում են ռոմեական կայսրության համար, որովհետև հարկ ու տուրքերը հավաքում տալիս են ռոմեական կայսրությանը, արանքից էլ իրենց կողմից որոշակի գումարներ են շորթում հարստանալու համար։ Եվ այնքան ատելություն կար այդ մարդկանց հանդեպ, որ փարիսեցիները հայտարարում են, որ մաքսավորի աղոթքը անհնար է, որ Աստված լսի, եւ նրանց թույլ չէին տալիս, որ տաճարի մեջ առաջ գային սուրբ սեղանի առջև կանգնելու։ Դրա համար էլ մաքսավորը միշտ այնտեղ կանգնած էր։ Բայց ի՞նչն է այստեղ կարևոր, որ այս մեղավոր մարդը գիտակցում էր, որ ինքը մեղավոր է, որ ինքը սխալ է գործում, որ ինքը իր երկրին է դավաճանել, իր ժողովրդին է դավաճանել, օտար պետությանն է ծառայում, իր ժողովրդից փողեր է գողանում հարստանալու, դրա համար ասում են նույնիսկ աչքերը չէր համարձակվում երկինք բարձրացնել, այլ գլուխը կախ կուրծքն էր ծեծում, ասելով, որ Աստված քավիր ինձ մեղավորիս։ Իսկ փարիսեցին ինչ աղոթք էր, որ արեց։ Նախ Հիսուսի խոսք ասում է, երկու մարդ իջան տաճար աղոթելու։ Ինչու եմ այս բառը, այս նախադասությունը օգտագործում։ Մենք շատ հաճախ շատերին մարդ չենք համարում, ասելով, որ ով է դա, որ ես դրա հետ շփեմ, դրա մեջ մարդկություն չկա, մարդ չկա։ Բայց Հիսուս երկուսին էլ մարդ է կոչում։ Ինչու, որովհետև յուրաքանչյուր մարդ Աստծո պատկերն ու նմանությունն է յուրակորում։ Մենք ոչ թե մարդուն ենք ատում կամ մարդուն չենք սիրում, այլ մարդու բնավորության գծերն է, որ տանել չենք կարող։ Ոչ թե մենք պիտի այդ մարդուն ատենք, այլ այդ մարդու վատ սովորությունները մեզ համար մերժելի։ Չի կարելի որևէ մեկին ատել։ Եթե Աստված որևէ մեկին մարդ է համարում, մարդ իրավունք չունի այդ մեկին ուրիշ անուն տալու, այլ պիտակավորումամբ այդ մարդուն կոչելու։ Եվ ասում է երկուսն էլ իջան տաճար աղոթել։ Այստեղ երեք կարևոր բան պետք է հիշենք, որ մարդը գնում է եկեղեցի միայն ու միայն աղոթելու համար։ Այլ բանի համար պետք չէ գնալ եկեղեցի։ Իրար տեսնելու, իրար հետ զրուցելու, իրարից կարոտներն առնելու, նյութական օգնություններ սպասելու, գործերի համար հաջողություն խնդրելու, գնում ես աղոթելու համար։ Երկրորդ, յուրաքանչյուր մարդու համար տաճարի դուռը բաց է, եկեղեցին բոլորի համար է, թե արդարների, թե մեղավորների, ինչպես Հիսուս ինքն է ասում, ես չեկա առողջներին բժշկելու, այլ հիվանդներին։ Ուրեմն եկեղեցին հիվանդ մարդկանց համար է նաև, ովքեր որ մեղքով հիվանդացած են, մեղքի մեջ թաթախված են, եւ ինչքան էլ մարդը մեղավոր լինի եկեղեցու մեջ հայտնվի, չի կարելի արհամարել, որտեվ նրա եթե մեղքերը տեսանելի են, մեր շատերի մեղքերը ծածկված են, անտեսանելի են, բայց Աստված գիտի բոլորից թե ով ենք, մենք չենք կարող Աստծուց թաքցնել մեր իրական կերպարը, մենք կարող ենք մարդկանց առջև խաղալ, այլ դիմակով ներկանալ մարդկանց, բայց Աստծո առջև մենք մեր իրական կերպարով ենք կանգնած։ Եվ վերջապես մարդը գնում է եկեղեցի
ապաշխարության համար։ Եթե ապաշխարեք, Հիսուս ասում է, մնացած ամեն բան, ինչի կարիք որ դունեք, ավելիով կստանաք։ Ուրեմն եթե այս գիտակցությամբ չենք մտնում եկեղեցի, չենք գնում աղոթելու, այդ աղոթքը լսելի չէ, ինչպես որ փարիսեցու աղոթքը։ Եվ տեսեք, փարիսեցին կանգնեց աղոթել, ասեց. Շնորհակալ եմ քեզանից Տեր Աստված, որ ես մյուսների պես չեմ։ Սա առաջին բանը, որ արեց, քննադատեց բոլոր մարդկանց։ Այսօր էլ մեր կյանքում շատ մարդիկ կան, որ բոլորը մեղավոր են, իրենք արդար են։ Իրենց հանգցանք, իրենց չարիք, իրենց գործած սխալները, ասում են, դա մենք չենք, դուք եք։ Եվ բոլորին մեղավոր են, թե ներսի մարդկանց ինքը մեղավոր համարեց, այսինքն եկեղեցում գտնվող մարդկանց մեղավոր դարձրեց, թե եկեղեցուց դուրս եկող մարդկանց, բոլորի պես չեմ, այսինքն ես եզակի մարդ եմ, եկել եմ քո մոտ։ Եվ ինչու չընդունեց Աստված այս մարդու աղոթքը, որտեղ այս աղոթքը խոնարհության, ապաշխարության առողջ չէր, այլ փառամոլության, ինքնահավան մարդու աղոթք է։ Հովհան Վեսկբերյան հայրապետն ասում է, ինքնահավան մարդը ինչքան էլ աղոթի, ինչքան էլ պահքվա, տասանորդ է, այդ ամենը պիտի կորի, որովհետև Աստծո համար զզվելի է ինքնահավան մարդու աղոթքը։ Այսօր էլ մեր մեջ շատ մարդիկ կան, որ սկսում են իրենց կյանքը պատմել, այնպիսի բաներից են խոսում, նկարագրում, բայց իրենց չարածների մասին երբեք չեն խոսում։ Սուտ չէր խոսում այս մարդը, սիրելիներ։ Ճիշտ էր ասում, որ ինքը շնություն չէր արել, գողություն չէր արել, հափշտակող չէր եւ ոչ էլ այս մաքսավորի պես էր։ Սուտ բան չէր ասում, ճիշտ էր ասում, բայց չլսեց Աստված այդ աղոթքը։ Եթե մեկը շնություն չի անում, գողություն չի անում, մարդ չի սպանում, դա դեռ չի նշանակում, որ ինքը անմեղ մարդ է։ Այս երեք մեղքերը չգործող մարդը կարող է լինել բամբասկոտ, կեղծավոր, ստախոս, չար լեզու ունեցող, ուրիշների մասին միշտ չարը մտածող, ամբարտավան, հպար, դրամասեր, Աստծուն ուրացող, ամեն տեսակ մեղքի մեջ կարող է այսպիսի մարդը հայտնվել։ Եթե մենք մի 3 մեղք չենք գործում, դա չի նշանակում, որ գնանք Աստծուն ասենք, ուրախ եղիր, որ մենք այդ մեղքերը չենք գործում։ Կարծես թե այսպես էր աղոթում։ Մի հատ էլ դու պետք է գող լինես Աստված, որ այս մեղքերը չեմ գործում, շաբաթ 2 օր ծոմ եմ պահում, տասանորդ եմ տալիս, այսքանով ուրախացի ու բավարարվի։ Մենք էլ ենք երբեմն այդպես վարվում։ Դե գնում ենք էլի տարվա մեջ մի քանի անգամ եկեղեցի, հասկացանք ինչքան կարելի է եկեղեցի գնալ։ Հո Սուրբ Գիրքը ամեն օր չենք կարդալու, հո 24 ժամ չենք աղոթելու։ Սանով դու Աստծուն լավություն չես անում, դա ինչ որ անում ես, քեզ համար ես անում։ Աստված դրա կարիքը չունի, որ դու իրեն պատմես կամ խոսես։ Հրավերը քեզ է ուղղված փրկվելու, ոչ թե Աստծուն։ Եվ ինչքան որ դու անում ես քո հոգու փրկության համար։ Եվ այս մարդը տեսեք, Աստված հրամայել էր տարվա մեջ 1 անգամ ծոմ պահել, բայց փարիսեցիները շաբաթը 2 օր էին ծոմ պահում, 2 շաբթի եւ 5 շաբթի օրերը, որ ցույց տան, որ տեսեք մենք բոլոր ժողովրդից տարբերվում ենք։ Այսօր էլ մարդիկ կան, որտեղ նստում են, ասում են, մենք պահք ենք պահում, չենք կարող այս ճաշերն ուտել։ Պահքը պիտի գախնի պահես, ոչ թե բոլորին հայտարարես։ Ողորմություն ես արել, գախնի արա։ Տժվժիկի պատմությունը պետք չէ սարքել, որ մեկին մի կտոր հաց տվեցինք, 1 կիլոգրամ շաքարավազ տվեցինք, 1 կիլոգրամ արյուր տվեցինք, որտեղ նստենք դրա մասին խոսենք։ Սա մեր բնական ընթացն է, սա մեր պարտականությունն է, սա առավելություն չէ մարդու համար։ Դրա համար Աստված այս մարդու աղոթքը չլսեց։ Իսկ Փարիս Մաքսավոր ինչ էր անում, կուրծքն էր ծեծում, ասում էր Աստված ների ինձ մեղավորից, եւ նույնիսկ աչքերը չէր բարձրացնում։ Իսկ Փարիսեցին այսպես ձեռքերը պարզել էր, հպարտորեն կանգնել էր Աստծո առջև, որ տես ինչպիսին լավն եմ ես, հա, ինչ ունես ինձ տալու, ինչ ինձ պիտի փոխհատուցես։ Իսկ Մաքսավորը, որ գուցե ինքն էլ էր բարի գործեր կատարում, ոչ ոք չգիտեր, բոլոր մեղավոր մարդիկ էլ բարի գործեր ունեն։ Չկա այդպիսի մարդ, որ իր գործերը միայն չարը լինեն։ Ուրիշ եթե ոչինչ իր սիրունների համար ինքը միշտ բարի գործեր անում է։ Իր հարազատների, բարեկամներին օգնում է, թե ինքը շատերից գողանում է, բայց այստեղ բաժանում է։ Բայց այս Մաքսավորը գլուխը կախել, որտեղ գիտեր ինքը ինչի համար է եկել տաճար աղոթելու, իր մեղքերը հիշելու համար։ Դրա համար մենք ամեն անգամ մեր կուրսքը Մաքսավորի պես ծեծում ենք, ասենք վայ ինձ, վայ ինձ, վայ ինձ։ Որը պատմեմ կամ որը ասեմ, չէ՞, մեր անթիվ են մեր սխալները, անբուժել են մեր ցավերը, անբժշկել են մեր վերքերը, որովհետև սրանք բոլորը հոգևոր մեղքեր են։ Մարմնավոր մեղքերը գիտես ինչպես կարող ես բուժել, բայց անտեսանելի ցավը, վերքը
շատ դժվար է տեսնել, եթե դու քեզ Հիսուսի աչքերով չնայես կամ Հիսուսի հայելու մեջ քեզ չնայես։ Միայն այդ ձևով կարող ես դու ինքդ քեզ ճանաչել, եւ մարդու բժշկումը սկսում է ինքնաճանաչողությունից։ Եթե մարդը ինքն իրեն չի ճանաչում, ինքն ինչպես կարող է ուրիշներին ճանաչել։ Երբ որ մեկը մի բան է խոսում կամ մի արարք է անում, մենք միանգամից մեր պատկերացրածով ենք քննադատում այդ մարդուն կամ նայում, որովհետև մենք այդ արարքը ուրիշ կերպ ենք անում։ Եվ եթե մեկը ինքը բարի նպատակով է անում, մենք նույնիսկ այդ մարդու արածը կեղծավորություն ենք ներկայացնում։ Ինչպես Եփրեմ Ասորյանը ասում է իմ կեղծավորությունը արդարություն ներկայացրեցի, ուրիշի արդարությունը կեղծավորություն։ Իմ խավարը լույս է ներկայացնում, ուրիշի լույսը խավար էի տեսնում, խավար էի պատմում։ Այնպես էլ մենք ենք։ Եվ ինքնահավան մարդը նաև չի կարող տեսնել ուրիշների առավելությունները։ Մենք այսօր այդ խնդիր ունենք։ 21-րդ դարի մարդը այդ խնդիրը ունի։ Ինքը չի կարողանում ուրիշի առավելությունները տեսնել։ Ինքը չի ուզում ընդունել այս մարդը իրենից լավ է այս գործը կատարում։ Այս մարդը ավելի լավ է երգում, քան ես։ Այս մարդը ավելի լավ արդար է, քան ինքը։ Այս մարդը ավելի ազնիվ է, քան ինքը։ Չի ուզում հանդուրժել, որովհետև այդ մարդու մաքրությունը, ազնվությունը, առավելությունը վնասում է իր ինքնահավանությունը, իր եսակենտրոն, եսասեր լինելը։ Դրա համար չի կարող հանդուրժել։ Եվ տեսեք, ասում է Փարիսեցին, ոչ էլ այս մաքսավորի պես են։ Մենք էլ ենք այդպես ասում, չէ՞։ Հայերս ասում ենք 10-ից հետ ենք 100-ից առաջ ենք։ Որովհետև մեր չափանիշը ինչն է, մարդը։ Եթե մեր չափանիշը մարդն է, այո, կարող ենք այդպես վարվել։ Դու ես ուզում նմանվես մահկանացու մարդուն, որ մեր չափով ասում ենք լավ մարդ էր, սուրբ մարդ էր, բայց մի հատ Աստծուն հարցնենք, լավ մարդ էր, սուրբ մարդ էր, թե չէ։ Այն ինչ որ մեզ համար շահը տեսնում ենք այդ մարդու մեջ, որ մեզ համար անում է, գուցե մեզ համար ինքը լավ մարդ է, բայց հարցնենք Տիրոջը, ես լավ մարդ եմ, թե չէ։ Ես լավ հոգևորական եմ, թե չէ։ Ես լավ ամուսին ու լավ ծնող եմ, թե չէ։ Դա Աստծուն պիտի հարցնես։ Ոչ թե ինքս ինձ ես ասեմ, ես այսպիսին եմ, ես այնպիսին եմ։ Մարդու հետ համեմատելով դու չես կարող կատարելությանը հասնել։ Դրա համար Հիսուս ասում է կատարել եղեք ինչպես որ ձեր երկնավոր հայրն է կատարել, որովհետև մենք փորձում ենք Տիրոջը նմանվել, սրբության ճանապարհով բարձրանալ։ Մարդը մեղավոր է, ինչքան դեռ մարդը ազնիվ ապրես աշխարհի մեջ, ինքը անպայման սայթակումներ ունենում է, ինքը անպայման մեղքեր գործում է, չի կարող մարդը մինչ իր ամբողջ կյանքի ընթացքում մաքրամաքուր մնալ։ Սայթակումներ միշտ լինում են, բայց կարևոր է որ մարդը սայթակումներից հետո բարձրանալ։ Եվ Փարիսեցու այս չափորոշիչը, որ այս մաքսավորի պես չեմ, դա այդ մարդուն լավը չդարձրեց։ Եթե ես ինձ համեմատեմ պոռնիկի հետ, կարող է ես լավը լինեմ, բայց արեք ես ինձ համեմատեմ այն մարդու հետ, ով իր կյանքը զոհել է հայրենիքի համար, գիտակցաբար, այն մարդը, ով իր կյանքը տվել է մեկ ուրիշին ապրեցնելու համար, ով իր կյանքը զոհաբերել է, որպեսզի մեկ ուրիշը երջանիկ լինի։ Այդ մարդու հետ եթե համեմատենք, մենք ոչինչ կլինենք։ Կամ սուրբերի հետ եթե մեզ համեմատենք, մենք ոչինչ կլինենք։ Այնքան Պողոս Արաքյալն ասում է, դուք դեռ ձեր հավատքի համար արյուն չեք թափել, ձեր հավատքը ապացուցելու համար։ Դուք դեռ նեղություններ չեք կրել։ Այբ որ մեզի կգան կասեն Հիսուսի համար հավատքը տուրացիր, քեզ կտանջեն, կտառապես, բայց հավատքը չես ունենա, այդ ժամանակ կարող ես քեզ այդ մարդու հետ համեմատել կամ քեզ համեմատել սուրբերի հետ, որովհետև դու դիմացար, արյուն թափեցիր, քեզ ծեծեցին, անպատվեցին, բայց դու Քրիստոսից չուրացար։ Իսկ մի փոքրիկ առաջարկ, որ քեզ պաշտոն կտանք, այս փողը կտանք, այս մեկին դավաճանիր, շատ հեշտությամբ հավատացյալ մարդը ուրանում է, դավաճանում է։ Մարդասպանն էլ խաչակնքվում է, ասում է Տեր Աստված զոհս այնպես արա, գործս լավ կատարեմ, զոհից լավ որսանեմ։ Նա էլ այդպես խնդրում, չհասկանալով թե աղոթքն ինչի համար է եւ ինչպես պետք է Աստծուն դիմանալ։ Եվ դրա համար Հիսուս ասում է, այս վերջինը արդարացած իջավ իր տուն, քան այն մեկը։ Եվ վերջում ավելացնում է, ով իր անձը բարձրացնում է, պիտի խոնարհեցվի, ով իր անձը խոնարհեցնում է, պիտի բարձրացվի։ Հիմա այս Փարիսեցին իրեն գովաբանեց, բարձրացրեց, Աստված իրեն նվաստացրեց, ցած գցեց։ Բայց այն մեկը, որ իր անձը խոնարհեցրեց, Հիսուս բարձրացրեց այս մարդուն։ Ուրեմն խոնարհության մեջ մարդը կարող է իր սխալները տեսնել։ Մենք սովոր չենք մեր սխալները տեսնելու։ Դրա համար Հիսուս ասում է, նախ քո աչքի մեջի գերանները հանիր, հետո եղբորդ աչքի մեջի շյուղերը հանիր։ Մենք այն ինչ որ ուրիշների մեջ տեսնում ենք, քննադատում ենք, մենք այդ մեղքերը ավելի վատ ենք անում։
Բայց պարզապես այդ մեղքերը մեր ցույց չենք տալիս։ Մենք գտնում ենք ձևերը խորամանկելու, որ դա քո օգուտի համար էր, քո շահի համար էր, քեզ օգնելու համար էր, այս մյուսը, եւ այսպես մենք դառնում ենք կեղծավոր մարդ, եւ փարիսեցին ինքը դարձավ կեղծավորության խորհրդանիշը։ Դրա համար որ մեկը կեղծավոր է, մենք ասում ենք, «Հո դու փարիսեցի չես»։ Այսինքն դու կեղծավոր չես, ի ցույց մարդկանց ես անում։ Եվ այս փարիսեցիները միշտ շրջում էին մարդկանց մեջ երկար մորուքներով, երկար շորերով, գլուխները կախ, իբրև աղոթում էին, տխուր տրտում, իբրև իրենք պահք են պահում, ծոմ են պահում, աղոթները երկարացնում էին, որպեսզի շատերը տեսնեն, որ այս մարդիկ աղոթասած են, սիրում էին գնային խնջուկների ամենապատվավոր տեղերը նստել, որ իրենց տեսնեն, իրենք փառավորվեն։ Սա էր այս մարդկանց կերպարանքը։ Եվ այս մարդիկ ապրում են ցուցամոլության, ինքնահավանության եւ մարդահաճության մեղքի մեջ։ Եվ տեսեք, շնության, հափշտակության, մարդասպանության մեղքը չէր գործել, բայց այս բոլոր մեղքերով տառապում էր այս մարդը։ Եվ ամենասարսափելին հպարտ էր ինքը։ Իսկ հպարտությունը առաջին մահացու մեղքն է։ Հպարտ մարդը երբեք Աստծո համար հաճելի չի, ասում է Աստված, ես զզվում եմ հպարտ մարդկանցից, ամբարտավան մարդկանց աղոթքը լսելի չէ անգամ։ Թեև Աստված բոլոր աղոթները լսում է, բայց այդպիսի աղոթները Աստծո համար փակ են, նրա ականջները փակ են այդ աղոթների համար։ Եվ ահա այսօրվա այս խորհրդի մեջ, որ ընդամենը 10 օր հետո պիտի Քրիստոսին դիմավորենք, Քրիստոս պիտի գա աշխարհ, տեսեք, հանգրվանը անպտուղ թզենու առակով եւ այսօր Մաքսավորի առակով, անցյալ անգամ մյուս առակներով այսպես եւ հաջորդ կիրակի մեկ ուրիշ առակով Հիսուս պիտի փորձի ցույց տալ, որտեղ ենք մենք կաղում, մեր հոգևոր անդամալուծությունը որտեղ է, որտեղ մենք անդամալույս դարձանք եւ չենք կարողանում մեր հոգևոր կյանքը, մեր ամենօրյա կյանքը փոխել, որ ուրախ լինենք, խաղաղ լինենք, սիրո մեջ ապրենք, այլ հակառակը մենք ամեն օր մի բան կորցնում ենք մեր հոգևոր կյանքի մեջ։ Մեր գեղեց բանաստեղծուներից մեկը մի գեղեցիկ տող ունի, ասում է հավատքս, ասում է, մեկ տեղն է ընկնում, մեկ դուրս է գալիս թևիս պես։ Այսինքն հենց որ ես լավ եմ, հավատքս տեղն է, հենց որ լավ չեմ, հավատքս դուրս է գալիս եւ ես դառնում եմ սովորական մեղավոր մարդու պես։ Հիմա հարցը մեզ է ուղղված Հիսուսի։ Մենք ինչպես ենք աղոթում, ասում ենք Աստված, ների ինձ մեղավորից, թե կանգնում ու գովաբանում ենք եւ ասում ենք ինչ ունես մեզ ասելու, այսքան բան արեցին քո համար։ Եվ այսպիսի մարդիկ էլ շատ կա մեր մեջ։ Այսքան այսպես արեցի, այնպես արի, բա Աստված ինչի թույլ տվեց, որ իմ կյանքում այսպիսի բան տեղի ունենա։ Հա լավ արեցիր, որ արեցիր, բայց ինչքան էլ կա որ չես արել։ Եթե 1% Աստծո համար ես արել, 99-ը քեզ համար ես արել, դա չեղա որ դու Աստծո համար ինչ-որ բան ես արել։ Դա էլ արել ես ցույց տալու համար, որ Աստված տես, քեզ էլ եմ հիշում։ Քեզ համար էլ եմ ժամանակ հատկացրել 1% իմ կյանքից։ Մեր ամենօրյա օրը կարող եք քննել, առավոտ երբ որ արթնում ենք, որ պարկում ենք անկողին, այդ օրը քննեք մի հատ, ամեն օր մենք ինքներս մեզ տեսնենք այդ օրվա մեջ, քանի րոպեն ու ժամն է Աստծուն հատկացված, քանիս աշխարհին ու մեր ցանկություններին, մեր կրքերին, մեր կարիքներին է այդ ամեն ուղղված։ Սլակը որ ուղղության վրա է։ Եվ դրա համար հայրերից մեկն ասում է, որ մարդու մեջ ապրում են երկուսը, հրեշտակը եւ հրեշը։ Նայած դու ես կերակրում։ Ով է քո մեջ ավելի գերակ շռողը, անմեղությունը, սրբությունը, թե մեղքը։ Եվ եթե դու մեղքի կողմն ես հակված, այդ մեղքը քեզ կամաց մի օր պիտի քաշի ներքև։ Եվ դու չես կարող այլևս բարձրանալ, ինչպես որ այս փարիսեցին չբարձրացավ, սիրելիներ։ Ուրեմն թող այսօրվա այս առակի խորհուրդը, որ Հիսուս պատմեց նրանց համար, ովքեր իրենց արդար էին կարծում, բայց ոչինչ էին, մենք եւս անդրադառնանք, մենք տեսնենք Աստծո աչքերի մեջ մենք արդար ենք, մեղավոր ենք, փարիսեցի ենք, թե մաքսավոր ենք, Աստծո զավակ ենք, թե մեղքի զավակ ենք, Աստծո որդի ենք, թե մեղքի որդի ենք։ Սա մենք պիտի քննենք, տեսնենք, մենք ինչպիսին ենք եւ որն է մեր կյանքի նպատակը այս աշխարհի մեջ։ Պողոս Արաքյալն ասում է, եթե ես ամբողջ աշխարհը շահեմ, բայց հոգիս կորցնեմ, ում է պետք այս ամենը։ Մենք կարող ենք ամբողջ աշխարհը շահել, բայց Աստծո նպատակը մեկն է, մեր հոգու փրկությունը։ Այդ հոգու փրկության համար Հիսուս դրախտից դուրս եկավ մեր մեջ ապրեց, մարդացավ, որպեսզի մենք նորից Հիսուսի միջոցով կարողանանք մեր հայրենական տուն վերադառնալ, որտեղ Աստված պիտի բացականչի ասելով. այս զավակը կորած էր, գտնվեց, մեռած էր, կենդանացավ։ Թող Տիրոջ սերը,
շնորհը, խաղաղություն ամենքիս հետ լինի, այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։